գործը, որ հարուցվել է Արթուր Չախոյանին, ինչի մասին առհասարակ ու դուք այստեղ եկել էիք ինչ ճշտություններ անելու։ Արթուր Չախոյանին մեղսագրվում է ըստ էության այս պայն հանրային քրեական հետապնդում է ներկայացվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով խուլիգանությունը։ Ընդ որում խուլիգանությունը վերաբերվում է ոչ թե արդեն մամուլում տարածված երեկվանից լայնորեն շրջանառված թաղապետարանում իրականացված իրադարձություններին, կատարված իրադարձություններին, այլ դրա նախորդ օրը Արթուր Չախոյանի Մեսրոպ Մանուկյանի կողմից իրականացված քաղաքացիական ակցիային։ Այսինքն իրավակիրառները տվյալ դեպքում վարույթ իրականացնող մարմինը դիտարկել է, որ Արթուր Չախոյանի պարագայում կոնկրետ կարող եմ արդեն ասել, այդ յոգուրտով իրականացված ակցիան խուլիգանություն է եւ այդ ակցիայի արդյունքում ստորացվել, նսեմացվել է նոր-նորքի թաղապետը կամ թաղապետի ինքնասիրությունը։ Ամենայն դեպս այս մասով մեղադրանքը չենք ընդունելու, որովհետև ակնհայտորեն երևում է, որ իրականացված քաղաքացիական ակցիայի իմաստով խուլիգանության հանցակազմը բացառված է։ Այնպես չի, որ Արթուր Չախոյանի կողմից նոր-նորքի թաղապետի հանդեպ ունեցած այդ վերաբերմունքը պայմանավորված է եղել իրանց միջանձնային հարաբերություններով, կամ այնպես չի, որ Արթուր Չախոյանը եւ նորքի թաղապետը իրար հետ ինչ որ անձնական խնդիր են ունեցել եւ այդ անձնական խնդրի հետևանքով է այդ յոգուրտ փարթին, այսպես ասած, տեղի ունեցել։ Իրականացվել է քաղաքացիական ակցիա, պայմանավորված բացառապես նորքի թաղապետի որպես թաղապետ իր գործունեության հետ։ Իսկ դա հաշվի են առել որպես անձը ինքնասիրությունը, նվաստացնելու, վիրավորելու հետ կապված։ Իսկ ձայնագրությունը չեն տեսել, օրինակ դրանից նախորդող ձայնագրության մասին է խոսքը, որի հիման վրա է այդ ակցիան եղել, այսինքն զանգել, սպառնացել, հայհոյել, շատ վատ բառամթերքով, հիմքում ընկած է մանկապարտեզը, բոլորս գիտենք ինչից է սկսել։ Նայեք, ամբողջ խնդիրը այն է, այս այդ մանկապարտեզը, որ նշում ենք, հիմքում ընկած է մանկապարտեզը։ Մանկապարտեզը այնպես չի, որ Արթուր Չախոյանինն է կամ Մեսրոպ Մանուկյանինն է։ Մարդիկ տեսել են կատարած անորակ աշխատանքը, բարձրաձայնել են դրա մասին, դրանից հետո արդեն բոլոր գործողությունները պետք է դիտարկել այս համատեքստում։ Նորքի թաղապետը պայմանավորված իր պաշտոնեական գործունեության հետ իրականացրել է այս ամեն ինչը։ Հետևաբար ես կրկնում եւ վերահաստատում եմ, խուլիգանության հանցակազմը Արթուր Չախոյանի իմաստով բացակայում է։ Նույնը պետք է նաեւ նշել իմ ունեցած տեղեկություններով Մեսրոպ Մանուկյանին էլա մեղսագրվելու այդ նույն հոդվածը կամ արդեն մեղսագրվում է։ Նույնը նաեւ վստահաբար կարող եմ նշել Մեսրոպ Մանուկյանի պարագայում բացակայում է խուլիգանության հանցակազմը։ Նաեւ զուգահեռաբար կարող եմ նշել, որ թաղապետի, ինչպես նաեւ թաղապետի առերևույթ հանցակիցներին մեղսագրվել է ֆիզիկական ցավ պատճառելը, հանրային քրեական հետապնդումը վերջիններիս ներկայացվել այդ հոդվածով, բայց առավելապես այս իմաստով ցանկանում եմ նշել, որ այդ հոդվածն էլ այն հոդվածը չէ, որը կարող է պատշաճ պատասխանատվություն նախատեսել այդ արարքների համար։ Հիվանդանոցում այսօր ես ներկա եմ մի պահ եւ քննիչներն եկան Արթուր Չախոյանի հետ քննչական գործողություններ անելու։ Հենց այս ընթացքում է այդ քրեական գործի հայտ եկել, այսինքն դրանի իրենց քննության արդյունքից հետո իրանք քրեական վարույթ նախաձեռնել, թե լրատվամիջոցներում հայտնված տեսագրությունների, տեսանյութերի։ Խոսքը Արթուր Չախոյանը եղել է նաեւ, այո, չէ։ Այն կողմի։ Այո, թաղապետի եւ թաղապետի այդ կողմնակիցների թիմակիցների կամ հանցակիցների ավելի ճիշտ կլինի ասել գործողությունների վերաբերյալ անձամբ ես եմ դեռ 3 մասիվի ոստիկանության նորքի ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, նշելով, որ վերջիններս իրականացրել են այդ թվում նաև խուլիգանություն եւ խոշտանգում։ Այստեղ ամենակարևոր եւ անկյունակարային հատվածը հենց սա է, նորքի թաղապետի եւ իր հանցակիցների գործողությունները չպետք է որակվեն ֆիզիկական ցավ պատճառելու հանցակազմի տրամաբանության մեջ։ Հիմա ես բացատրեմ ինչու, որովհետեւ ես ամենայն դեպս կարծում եմ, որ ֆիզիկական ցավ պատճառելու հոդվածը նվազ կարևորության հոդված է ըստ էության։ Ինքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է եւ այդ հանցագործությունը հետագայում կարճելը կամ այդ հանցագործության վերջնական նշանակվելիք պատիժը չի կարողանալու ամբողջապես արդարացնել քրեական օրենսգրքի նպատակները, պատժի նպատակներին չի կարողանալու հասնել։
Բացի այս ճիշտ չէ որակված կատարված իրադարձությունները քրեական օրենսգրքի տեսանկյունից։ Ի վերջո մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ իրականացվել է որակյալ իմաստով խուլիգանություն։ Նորքի թաղապետը անօգնական վիճակում գտնվող Արտուր Չախոյանին մի խումբ անձանց կողմից խուլիգանություն է կատարել, ծեծի է ենթարկել։ Սա մեկ, եւ երկրորդ, քանի որ իրականացված գործողությունները բացառապես եւ միայն բխել են Նորքի թաղապետի ի պաշտոնե գործունեության հետ, այստեղ նաեւ մենք գործ ունենք պաշտոնատար անձի կողմից իրականացված խոշտանգման հանցակազմի հետ։ Նման պայմաններում ես գտնում եմ, որ ֆիզիկական ցավ պատճառելու հոդվածը բացառապես ունի մեկ միտում կամ ծածկադմփոց անելու տեղի ունեցածը, փորձելու մաքսիմալ նվազ հետևանքներով Նորքի թաղապետին եւ իր բանդային հանել այս թեմայից եւ միաժամանակ Արտուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խուլիգանության հանցակազմի հարուցումն էլ խոսում է նրա մասին, որ պատրանք եւ շղարշ է փորձվում ստեղծել, որ տեղի է ունեցել ինչ-որ լայն միջադեպ, որին մասնակցել են երկու կողմեր։ Այնինչ իրականում տեղի է ունեցել քաղաքացիական ակցիա եւ քաղաքացիական ակցիայի հետևանքով Նորքի թաղապետը իր հանցակիցների հետ կատարել է առերևույթ հանցագործություն, որը իմ պատկերացմամբ, կրկնում եմ, խոշտանգման եւ խուլիգանության հանցակազմերի տիրույթում պետք է ուսումնասիրվի եւ քննարկվի։ Հասկացա։ Այսինքն այն անձանց, որոնք ձերբակալվել էին Արտուր Չախոյանի հետ, 5-ն էին, եթե չեմ սխալվում, 6 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը Արտուր Չախոյանն էր։ Այսինքն այդ անձանց այս պահին քրեական որևէ գործ չի հարուցվել նրանց։ Հարուցված կա, հարուցվել է ֆիզիկական կոնկրետ, այսինքն ոչ 5 հոգի։ Կոնկրետ թաղապետի նկատմամբ գիտեմ, որ հարուցված է ֆիզիկական ցավ պատճառելու հանցակազմը։ Մյուսների մասով այս պահին տեղեկություն չունեմ ես։ Բացի այդ, նաև զգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, հետևապես լայն իմաստով չեմ էլ կարող շատ բան հայտնել, բայց ելի եմ կրկնում, կարևորը այն է, որ փորձ է կատարվում շեղել քննությունը։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները, խոշտանգումը, ծանր հանցագործություն, խուլիգանությունը փորձ է կատարվում ուղղակի անցկացնել ոչ մեծ ծանրության հանցագործության տակ, այն է ֆիզիկական ցավ պատճառելու հանցակազմը։